Ասեք, թե որքանով եք համամիտ այսօր իշխանությունների այս վարած քաղաքականությանը հայտարարություններին եկեղեցու հետ կապված կիսում եք նրանց թեզերը, տեսակետը, այ որ ինչպես են ասում։ Ոչ իշխանությունների որպես պաշտոն համամիտ եք, թե ոչ։ Տեղակատարի վարած քաղաքական կուրսի հետ համամիտ լինել կամ չլինել։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Ես մարդու պաշտպանությամբ եմ զբաղվում, ով ունի հստակ մանդատ, գործիքակազմեր եւ ունի նաեւ հստակ էթիկական ստանդարտներ։ Այն իրավիճակներում, երբ որ ես տեսնում եմ խնդիրներ, իսկ դրանց մասին ի սկզբանե խոսեցի, թե իշխանությունների, թե բոլոր այլ քաղաքական դերակատարների առումով, ես վստահ եմ, որ այդ խնդիրները ոչ թե պարզապես պետք է բարձրաձայնվեն, առաջին հերթին իհարկե խնդիրների մասին պետք է խոսենք, բայց պետք է փորձենք նաև խնդիրներին լուծումներ գտնել։ Իսկ այսօր եւ երեք էլ իհարկե ես Հայաստանի Հանրապետությունում վստահաբար նշում եմ, որ բազմաթիվ են խնդիրները կրոնական ազատությունների, կրոնական կազմակերպությունների ինքնավարության հետ կապված։ Եվ այս խնդիրները պետք է միանշանակ հասցեավորել ու հասցեավորել ոչ թե երկակի ստանդարտներով, որ ինչ որ մեկը իշխանության ներկայացուցիչը ասի, այ իմ իշխանությունը շատ ճիշտ բան է ասում, հետո նույն բանը ասի այլ քաղաքական դերակատար, ասի չէ դու տենց բան չպետք է ասեիր, որովհետև դու իմ իշխանությունը չես ներկայացնում եւ այլն, ոչ, այսպես չպետք է լինի։ Պիտի մենք հստակ խոսենք այն չափանիշների մասին, որոնք թույլատրելի են կամ թույլատրելի չեն։ Հիմա աթեիստներին թիրախավորել թույլատրելի չի որևէ մեկի կողմից, կապ չունի դա պետական իշխանությունն է, թե այլ քաղաքական դերակատար է։ Կրոնական կազմակերպության ինքնավարությանը չի կարելի միջամտել յուրաքանչյուրի կողմից, կապ չունի դա օրինակ քաղաքական այս դերակատարն է, թե պետական իշխանությունը ներկայացնողն է եւ այս նախ երկակի ստանդարտները մենք պետք է կարողանանք հաղթահարել, բայց երկրորդ հերթին պետք է կարողանանք հստակ լուծել կրոնական ազատությունների առումով արկային բազում խնդիրները, որոնք այո միանշանակ մենք այսօր ունենք։